ես իմ տեսակով դավաճանել էի ինքս ինձ։ Մտել էի մի դաշտ, որը իմ հետ ընդհանրապես կապ չուներ։ Հայրենիքը, հայրենասիրությունը իդեպ այդ բառը մի քանի անգամ ասել, իմ համար ավելի կարևոր բառ կա դրանից, հայրենաշինություն, որովհետև հայրենասիրությունը մի քիչ չես կարող ասես, այդ ով է, ոնց պետք է մի հատ ինձ ասեք տեսնեմ, ով է հայրենասեր։ Բոլորս էլ հայրենասեր ենք։ Հիմա ես ձեզ կարող եմ ասեմ, դուք հայրենասեր ավելի քիչ եք, քան ես։ Ես դեր այդ խնդրեմ կունենամ։ Չափելի չի իրոք։ Այդ ինչ պետք է անես։ Մենակ զինվորն է հայրենասեր, բժիշկը հայրենասեր չի։ Իհարկե։ Իսկ հայրենաշենը կոնկրետ իր հայրենիքի համար ինչ որ մի բան արած։ Այո, հայրենաշինություն, հայրենատիրություն ավելի։ Այդ իդեպ, եթե չեմ սխալվում, Վազգեն Առաջինն է ասել, ես այդքան խելացի չեմ։ Հա, ու այդ ձևաչափ ինձ ավելի հաճելի է։ Այսպես տարիներ առաջ ձեր, այսպես ասեմ, հաջողությունների մասին գեղեցիկ արտաքին, հրաշալի ձայն։ Ինչի հիմա հիմա էլ է գեղեցիկ, չէ։ Հրաշալի ձայն, հնչեղ ձայն, ֆիլմեր եւ տարբերվող ձայն, այսպես ասեմ, եւ տաղանդավոր դերասան։ Արտաքին հաջողությունից զատ տարիների ընթացքում ձեզ մոտ ակնհայտ է նաեւ ներքին աճը, հասունությունը։ Արդյոք դժվարությունների միջով եղավ արտաքինից ներքին հասունությունը, ինչ փուլեր անցաք։ Իհարկե եղավ։ Աստված երբ որ քեզ բերում է հոգևոր դաշտ, բացում է քո հոգևոր դաշտը, քեզ փորձությունների միջով անցկացնում։ Այսինքն դու պիտի հասկանաս, թե քեզ ինչ շնորհ տրվեց։ Միակ ձևը հասկանալու, թե քեզ ինչ շնորհ տրվեց, դու պիտի համարյա հասնես հատակին։ Ինչը իմ հետ եղավ։ Երբ որ այն ժամանակ ինձ հարցում էին դու բացի Հայաստանից միտեղ կապրես, ես կասեի հո դու հիմար չես, կյանքում։ Բայց եղավ այնպես, ինչպես որ եղավ։ Դա շատ էր ինձ ցավացնում։ Առաջի 6 ամիսը ես շատ լուրջ խնդիրներ ունեցել, չեմ ուզում հիմա այստեղ դրա մասին խոսամ, իմաստ չկա, բայց եղել են այդ խնդիրները։ Ու այդ իրոք իմ համար մեծ փորձություն էր, ահավոր մեծ փորձություն էր։ Ու հոգևոր դաշտս երբ որ բացվեց, ես փոխվեցի որպես Սարգիս։ Սկսեցի այս աշխարհին ուրիշ կերպ նայել։ Սկսեցի գնահատել իմ շուրջը, գնահատել են մարդկանց, որոնք ինձ սիրում են։ Եվ նույնիսկ գնահատել են մարդկանց, ովքեր ինձ չեն սիրում, որովհետև կամ իմ կյանքում բացասական ազդեցություն են ունեցել, որը ես ընդունեցի որպես ինձ ուսուցիչներ, որովհետև իրանց շնորհիվ ես շեշտակի աճեր եմ գրանցել։ Իսկ մենք ինչ ենք անում, ովքեր որ մեզ նեղացնում են, միանգամից իրան ասում ենք, «Էսով է վատն է», վատը չի, ինքն է հենց առաջի լավը, աղոթելուց առաջինը իրան պիտի շնորհակալություն հայտնես։ Նրանք ուսուցիչներն են քո կյանքում, որոնք քո աճը գրանցել։ Լինի կյանքում երիտասարդներին էլ է նույնը վերաբերում։ Սիրած տղա կունենաք, սիրած աղջիկ կունենաք, կգնա, շնորհակալ եղեք իրանից, ինքը մի հատ ահռելի ձեզ մյուսի համար հրաշալի դուր կբացի, որ դուք երկրորդ անգամ ավելի կատարելության մոտիկանաք։ Ցանկացած հարցում, մասնագիտական հարցում, ամեն հարցում։ Ու այդ բնականաբար այդ 5 տարվա մեջ այդ աճը գրանցվեց, երբ որ սկսեցի ամեն ինչի նայել հոգևոր տեսանկյունից, երբ որ հասկացա, որ ես մարմին չեմ, հոգի եմ, որովհետև հոգին է կարևոր։ Հոգին։ Մենք ինչի ենք խնդիրներ ունենում, որ ասում եմ, չգիտեմ ինչ անեմ, պայթում եմ միջից։ Այդ նրանից չի է, որ դու, այլ ներսդ է անհանգիստ։ Մարմինից դու ուզում ես ճղի դուրս գա։ Մարմինը ինքը ոչ մի բան է։ Մենք ցավոք սրտի առաջին հերթին մարմինն ենք դնում։ Դրա համար էլ մենք այդ խնդիրների առաջ միշտ կանգնում ենք։ Միշտ ենք այդ խնդիրների առաջ։ Քանի դեռ մենք մարմնային մտածողության մեջ կլինենք, կենցաղային բնույթի հարցերը մեր համար կլինի գերակշիռ, առաջնային այդ ժամանակ մենք իրոք շատ լուրջ խնդիրներ կունենանք։ Իդեպ մի հետաքրքիր բան էի նկատել ուսումնասիրելով մեկնաբանությունները, երբ որ գնում էիք այդ ժամանակ բացասական մեկնաբանություններ հնչել են այստեղից։ Երբ որ վերադարձել եք, բոլորը հրաշալի գրկաբաց ընդունել են, ինչը իսկապես շատ լավ է, եւ շատ քիչ իհարկե վերադարձի հետ կապված, բայց ես մի քանի պրոֆիլ ուսումնասիրել եմ, այդ դեպքում էլ այնտեղից է հնչել բացասական։ Այսպես ասեմ, երկար տարիներ շարունակ մեզ մոտ ահագնացած է եղել արտագաղթը հենց հետպատերազմյան տարիներին հատկապես։ Եվ մենք ունեցել ենք տարբեր գրողներ, օրինակ Հովհաննես Թումանյան ամենից լավ տունը, Իսահակյան Թոթովենց, Ռաֆի եւ այլն, որոնք ջանք ու եռան չեն խնայել, որպեսզի հայրենադարձությունը գովերքեն, հայրենիքը գովերքեն եւ այլն եւ այլն։ Հիմա այս փուլում ձեր վերադարձով ու ձեր հաջողելով դուք այստեղ շատ մեծ բան կանեք։ Հրաշալի օրինակ
կլինի ու ավելի շատ մարդ կփորձի վերադառնալ։ Ունեք արդյոք պլաններ այս ուղղությամբ։ Տեսեք, հենց հոգևոր աճն էլ իմ մոտ տալիս է մի շատ կարևոր զսպվածություն ինձ, որ ես չեմ ուզում շտապեմ։ Ես միշտ շտապել եմ։ Հիմա ուզում եմ ուղղակի համբերել, հանգիստ հետևել, տեսնել, որովհետև տարիքս էլ այնպիսին է, որ ուզում եմ իմ արածից հաճույք ստանալ նաև։ Իմ Instagram-ի էջում, եթե շատերն ասում են, քո Instagram-ի որակն էլ է փոխվել էջի, այսինքն story-ների, այսինքն հիմա ես ներկայացնում եմ իմ տունը, թե այդ կարոտը, այն գեղեցկությունը, այսպես ենթագիտակցորեն մարդկանց վրա ազդելով, ոչ թե ուղիղ իմաստով, թե ինչքան լավն է մեր Հայաստանը։ Հիմա ոչ թե դրանով հատուկ եմ զբաղված, այլ այդպես եմ զգում, էլի եմ ասում, ես ինչ չեմ խաբում, չեմ անում անուշի համար դա։ Ես անում եմ իմ համար, ինձ դուր է գալիս այդ ամեն ինչը։ Իհարկե ծրագրեր կան, իմ մասնագիտական ծրագիրը։ Օրինակ Մանոյի հետ որոշել ենք, բայց դեռ չի հասունացել, անընդհատ միտքը կա։ Ես սարսափեցի, երբ իմացա, որ մոտավորապես բաժանությունների թիվը 60%-ի է հասնում։ Այո, շատ բարձր։ Ես էլ որ միջոցառումների մեջ եմ, ես հասկանում եմ, որ այդտեղ մարդիկ պիտի լինեն, որ այս ջահելներին մի քիչ հետները խոսան։ Ուզում ենք այդպես մի նախաձեռնություն պատկաստային հաղորդման կամ ինչ-որ նույնիսկ միջոցառումներ կազմակերպելուց առաջ զրուցելով մեկ ամիս արսնոփեսաները գան, նորապսակները գան, ուղղակի հասկանան ինչ քայլ են անում, դժվարությունների մասին ծանոթանան, ոչ թե ծնողներից, որտեղ ծնողները այդքան ժամանակ էլ չունեն, ուղղակի, չգիտեմ, դու գիտես, որ sense բան կարա լինի, դու պատրաստ ես սրան, մի հատ մտածեք սրան մասին, այսպես, այնպես, այսինքն ուզում ենք մի փոքր մեր ուժը, մեր անցած ճանապարհը դնենք, որպեսզի այս ջահելները հասկանալով գնան այդ քայլին, որովհետև էլի եմ ասում, չի կարելի մտնել եկեղեցի, Աստծուն ասել Տեր եմ հնազանդ եմ ու խաբել Աստծուն, չի կարելի։ Քեզ կոնկրետ ինքը խնդիր է տալի, Տեր ես հնազանդ ես ու գնացեք։ Այդ բառերը չի կարելի ուղղակի ասել, մինչև իմա քո հետ եմ ու մի ամիս հետո ասել դե լավ չհասկացանք իրար։ Չի կարելի։ Ես հասկանում եմ, որ լինում են բացառություններ, բայց գոնե երեխեք, գոնե հնարավորինս լուրջ մտեք եկեղեցի։ Եվ կարծում եմ բնականաբար ձեզ մոտ կհաջողի, որովհետև ձեր եւ Մանոյի ընտանիքը բավականին դժվար փուլերով է անցել եւ դուք ինքներդ էլ բազմիցս նշել եք, որ ձեր ընտանիքը փրկվել եւ հաղթարվել է հենց Մանոյի խոհեմ կին լինելու միջոցով։ Դա երկու կողմի աշխատանք է։ Դա մի հատ ճարտարապետություն է, որ պիտի հենց կոչվում է ընտանիք, մենք։ Մենքի գաղափարը, եթե հասկանալի է երկուսի կողմից, խնդիրները շեշտակի լուծում են ստանում մենքի գաղափարը։ Երբ որ քո կինը սիրուն աչքերիդ համար չի խոնար, դու պիտի լինես այդքան, որ քո կինը կարողանա քեզ տանի, դու էլ պիտի տանես իրան։ Երբ որ կինը իմաստուն է, ուրեմն ինքը որտեղ պետք է խոնար է, որտեղ պետք է խոհեմ է, որտեղ պետք է գիտուն է, որտեղ պետք է ուժեղ է։ Կանայք իրանք մի ամբողջ տիեզերք ու մոլորակ են։ Իրանք ոնց ուզեն տղամարդուն կարան շարժեն, որովհետև իրանք տղամարդում ուսանեն։ Տղամարդը աշխարհը սարեր շուռ կտա, բայց միայն կնոջով։ Դրա համար կինը ավելի մեծ ուժ է։ Երբ որ տղամարդը հասկանա, որ իր կողքի կնոջը պիտի օգտագործել իշա քո նպատակների, կինն էլ հասկանա, որ հակառակը մեկը մյուսին օգտագործի իր նպատակների համար, այսինքն մի քիչ եւ տգեղ հնչես, բայց դա այդպես է։ Ամեն մեկը մենք էգոներ ունենք, մենքի մեջ էլ էլի մենք ես ունենք։ Քո եսի համար, եթե դու ուզում ես, որ քո տղամարդը քեզ ծառայի, լավ ապրես, քեզ սիրի ծաղիկներ բերի, գեղեցիկ սկսի զրուցել։ Սիրելիս, ճիշտ էիր ասում, բայց ես քո համար եմ ասում, արի սենց անենք։ Ինչ ուզես կանի քո համար, ճիշտ բառեր ընտրեք, խոսալ ձեր ամուսինների հետ։ Չի կարելի տղամարդու հետ ճակատ տալ։ Քո ճակատը թույլ է տղամարդու ճակատից։ Բայց քո լեզուն, քո համբույրը, քո ժպիտը հազարապատիկ ուժեղ է իր ճակատից։ Դա ճակատդ մի օգտագործի։ Բոլոր տղամարդիկն էլ հասկացող են, բոլոր կանայք նույնպես։ Ուղղակի պիտի այդ մեխանիզմը մենքի մեջ ճիշտ աշխատի։ Քո էգոն օգտագործի մենքի համար։ Մեկ-մեկ նայում եմ տեսանյութեր, որտեղ ոչ միայն Հայաստանից, տարբեր երկրներից հենց գնացել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ շատ
դժվար դաժան ճանապարհներով, ի դեպ ոչ թե հեշտ, ու ինչ որ դժվար փուլեր են անցնում, ծանր փուլեր են անցնում, բայց դիմանում են ու ուզում ես գնաս հասկանաս ինչ կա այնտեղ, որ այդպես պրոպագանդում է, ինչ կա այնտեղ, որ այդպես գնում են։ Տեսեք, չեմ կարող ասել, առաջին հերթին ես խոսեմ կայացած մարդիկ ինչ են գնում։ Այն մարդիկ, ովքեր չեն կարողացել գումար վաստակել, ես ոչ թե ես ոչ մեկի չեմ մեղադրում, իսեր Աստծո, ես դրա իրավունքը չունեմ, էլի ասեցի։ Ես կարող եմ մոտավորապես ասել, ովքեր որ գումարի խնդիր ունեն, բնականաբար գնում են հասկանալի պատճառներով, գումար են փնտրում։ Իսկ կայացած մարդիկ, որ գնում են, հետո փոշմանում են 90% դեպքերում։ Բայց ինչն է իրանց տանում այնտեղ։ Տանում է հենց առաջինը երկրորդականից չտարբերելը, այսինքն քաղաքական խնդիրները, այս մի հատ պուճուր խնդրը մեծ սարքելը, այսինքն ամեն ստից բանից նյարդայնանալը, ամեն հարցին մի ուղղությամբ նայելը, այսինքն այդ պահին շտապելը, պլյուս ընդեղից էլ այդ գովազդը, պալմա, ծառներ, օվկիանոս, իդեպ դա սովորական բան է, ոնց որ մենք հիմա այստեղ նստած ենք։ Այնտեղ լավ ավտո քշելը դա սովորական է, ոնց որ մտնես սուրճ խմես։ Շատ հեշտ է, այնտեղ խնդրում եմ որ դու գաս մեքենա վերցնես քշես։ Այնպես որ պետք չի խափնվել այդ մեքենաներին, կայացած մարդկանց մասին եմ ասում, ովքեր կարողանում են ապրել։ Գումարի ոչ թե խնդիր չունեն, կարողանում են, եթե դու մի քիչ էլ կարող ես գումար վաստակել, այդքան կարիք չկա գնալու։ Այո։ Եթե դու մասնագիտության մեջ կայացել ես, այդքան կարիքը չկա գնալու։ Ես սա ուղղակի խորհրդի կարգով, բայց իսեր Աստծո ձեր որոշումն է։ Բայց եթե դու խնդրեմ ունես, դու ես որոշում, ամեն մարդ էլ պիտի բան անի։ Այդքան կարիք չկա, մի քիչ ավելի շատ թող մտածեն գնալուց առաջ։ Որովհետև կարծում եմ այստեղ կապերը ավելի մեծ է, քո հարազատները, քո բարեկամ, քո արյունակիցները, դու ամեն ծակ գիտես, լեզու գիտես, այնքան պատնեշներ կա, որ այնտեղ պիտի հաղթահարես, մարդիկ կան կոտրվում են։ Թող որ մտածեն գնալուց ամենայն դեպս։ Հետո երկրորդն էլ Ամերիկան, հիմա այն Ամերիկան չի, ոնց որ մտածում էին։ Այսքան բան։ Մնացածը թող իրենց հարազատ ու բարեկամներից ճշտեն։